պետությունը հռչակել ենք ռազմավարություն, մենք մեր կարգավորումների մեջ դրել ենք, որ այդ գումարի X% տվյալ տարվա ընթացքում պաշտոնյան պետք է իր որակավորումները բարձրացնելու վրա ծախսի անպայման։ Հաջորդն էլ եմ ուզում ասել, մենք վերջին ամիսներին, վերջին տարվա ընթացքում նաև նկատել ենք, որ պետական պաշտոնյաների նկատմամբ այն մարդիկ, ովքեր անսահմանափակ փող ունեն եւ քաղաքականության մեջ ներգրավված են, պետական պաշտոնյաներին ծանրաբեռնում են անհամաչափ հայցադիմումներով ամենատարբեր անձնական բնույթի եւ պաշտոնյաները ուղղակի հնարավորություն չեն ունենում առաջինը էֆեկտիվ պաշտպանություն, որովհետեւ դա ծախս է, եւ երկրորդը դեզինֆորմացիայի դեմ պայքարում, էլի դա էլ իրավական ծախս է, ընդ որում մենք գործընկերներ ունենք, ովքեր տարիների արդյունքում հաղթել են դատական process-ները եւ ասենք իրենք 1.5 միլիոն դրամ ծախսել են դատական իրենց իրավունքները, բայց իրենց իրավունքներով նաև հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ պետական համակարգը պաշտպանելու վրա, ասենք 1.5 միլիոն դրամ ծախսել են, դատարանը որպես ծախսերի փոխհատուցում օբյեկտիվ իր կարգավորումների շրջանակով, ասենք փոխհատուցել է փոխհատուցման որոշում է կայացրել 200,000 կամ 300,000 դրամի չափով, սա նշանակում է, որ հաջորդ անգամ այդ պաշտոնյան ոչ կարող է որևէ դատից պաշտպանվել, ոչ էլ կարող է իր դեմ զրպարտություններով պաշտպանություն գտնել, բայց այս ամենի նպատակը ինչ է։ Այս ամենի նպատակը եւ առաջնային շահառուն քաղաքացին է, որովհետեւ տեսեք ինչ հարց լինում է, չէ՞, քաղաքացու կյանքի հետ կապված, ում են ասում կամ պաշտոնյային։ Մեզ պետք է որ պաշտոնյան գեր կենտրոնացած լինի իր խնդրի վրա եւ որը մինիմալ բան նրան շեղի իր աշխատանքից եւ սա շատ կարեւոր որոշում է եւ ես ուրախ եմ որ այդ որոշումը կայացրել ենք մենք միասին եւ այո ես եմ կայացրել իսկ նրանք ովքեր ասած բան են առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ կամ չգիտեմ ինչ հիմա նրանք դոլարային միլիոնատերեր են ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած շնորհակալ